Հիմա ես երկու բան կառաջարկեի։ Առաջինը մեզ անհրաժեշտ է այն խաղաղության հռչակագիրը, ոնց որ ասում են, օգոստոսի 8-ի եւ այլն, լրացնել շատ կարևոր բաղադրիչներով, որոնք այս խաղաղությունը կդարձնեն իսկապես խաղաղություն եւ կդարձնեն տևական եւ կայուն խաղաղություն։ Մասնավորապես մենք արդեն հայտարարել ենք դրա մասին, որ մենք առաջարկում ենք BRICS երկրների աջակցությամբ եւ մասնակցությամբ, ինչը նշանակում է Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրան եւ նաեւ հիմա շատ կարեւոր է նաեւ Արաբական Միացյալ Էմիրատների մասնակցությունը, կառուցել Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղի, որը Հայաստանը այս կառուցվելիք, ասենք ասենք, խաղաղության պայմաններում մեզ կհանի միակողմանի կախվածությունից Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սա շատ կարևոր բան է, եթե մենք ուզում ենք պահպանվել, շարունակել պահպանվել որպես ինքնիշխան պետություն։ Իսկ դա նշանակում է նաեւ քաղաքականության վերանայում, դա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ինչ-որ մեկի սատելիտը դառնալու այս քաղաքականությունից, մենք պետք է դառնանք իսկապես անկախական երկիր, անկախ երկիր, ինքնիշխան երկիր, որը բոլոր ուղղություններով զարգացնում է իր հարաբերությունները եւ համագործակցությունը, ներառյալ այո, Ադրբեջանին, Թուրքիային, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին, ինչու՞ չէ Իսրայելին։ Հիմա Ղարաբաղի, հենց կոնկրետ Արցախի հարցով, ինչ է հնարավոր անել։ Ուրեմն եկեք միասին sense ազգովի sense բարձր մտածենք էլի։ Հնարավոր է, որ այսօր որևէ արցախահայ վերադառնա Ալիևյան Ադրբեջան, բռնատիրական այս երկրի տակ իր բռնատիրական օրենքներով, իր խտրականությամբ, իր պահանջներով, որ այդ մարդիկ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, ծառայեն ադրբեջանական բանակում հայերը եւ նաեւ ասենք դա այդ ամբողջը ունիտար Ադրբեջանի պայմաններում, երբ որ ասենք դատախազները, միլպետները, դատավորները բոլորը նշանակվելու են Բաքվից։ Ու շատ հնարավոր է, որ բոլորը լինեն ադրբեջանցի։ Մի պետությունում, որի այսօրվա պաշտոնական գաղափարախոսությունը կառուցված է հայատյացության վրա։ Հնարավոր է։ Ես չեմ կարծում, որ Արցախահայերի մեջ այդպիսի գժեր կան, որ պատրաստ են գնալ եւ ապրել Ալիևյան ռեժիմի տակ։ Չի լի դա բան։ Դրանից մաթեմատիկական ճշգրտությամբ հետևում է երկրորդ եզրակացությունը, որ ուրեմն դա հնարավոր կլինի մենակ մի պարագայում, եթե Ադրբեջանի ինչ-որ հրաշքով տեղի ունենա ժողովրդականացում, որը կներեք ոչ ոք չի հավատում դա, կամ եւ այդ հայատյաց այդ գաղափարախոսության վերանայում, որ դրանից ազատվի Ադրբեջանը, կամ այդ տարածքում, Արցախի տարածքում սահմանափակվի Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ճիշտ է։ Իսկ դա երբ է հնարավոր։ Ես ձեզ ասում եմ, ինքնիշխանության սահմանափակում Արցախի տարածքում հնարավոր չի դիվանագիտական ճնշման։ Հնարավոր չի։ Ուրեմն մենք խոսում ենք պատերազմի մասին։ Իսկ պետք է խոսել պատերազմի մասին։ Ես շատ կասկածում եմ։ Ես կարծում եմ, որ ստեղծված վիճակում ամենաճիշտ բանը հետևյալն է, որ մենք պետք է ճանաչելով եւ պաշտպանելով Արցախահայերի պատմական իրավունքը վերադառնալու իրենց պատմական հայրենիքը, այնուամենայնիվ հասկանանք, որ այսօր պետք է կենտրոնանանք շատ ավելի կարևոր խնդիրների, որոնք ի դեպ կաջակցեն նաեւ այդ խնդրի իրականացմանը ապագայում։ Դա ո՞րն է։ Մենք կներեք, եթե սենց շարունակենք, ոնց որ Փաշինյանի կառավարությունը անում է, Ղարաբաղցի կարող է Հայաստանում չմնա, կամ կարող է ցրվեն, կամ այսինքն այդ համայնքը կարող է լուծվի։ Մենք ինչա, բերել ենք իրանց ստեղ, որ չզբաղվենք իրանցով, որ իրանք թողեն գնան, իզգոյ դառնան այստեղ։ Մարդիկ ասեք, եղել են բժիշկ, չգիտեմ, փաստաբան, դատախազ, չգիտեմ, եւ այլն իրենց բանում, այստեղ ինչի չեն կարող այդ իրենց մասնագիտությամբ աշխատել։ Ուրեմն պետք է մենք իրանց ինտեգրենք, չէ՞։ Ես չեմ ասում դրանով պոկենք Արցախից։ Ես ասում եմ դրանով պահպանենք Արցախահայությունը որպես ինչ ասեմ, կարևորագույն ուժեղ համայնք,
որը գոնե հետագայում միգուցե կարողանա վերադարձը կատարել, բայց այսօր ասել, որ գիտեք, ես ավանտյուրիզմ եմ համարում, այն ուժերի ասած, մենք ասում են, հա, այս ընտրությունները մենք հաղթենք ու կվերադարձնենք Արցախահայերին Լեռնային Ղարաբաղ։ Ում եք ֆռացնում։ Կամ ինչ եք ասում։ Ասում եք, որ հիմա մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի ու գնալու ենք այդ պատերազմում հաղթենք։ Ում եք։ Չէ, միջազգային երաշխիքների դեպքում հնարավոր է, բայց այդ միջազգային երաշխիքների նշանակում է Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակում։ Այսինքն Ադրբեջանը պիտի համաձայնվի, որ ասենք այնտեղ կան դիտորդներ, կան ինչ որ խաղաղարար ուժեր, չգիտեմ միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը չի համաձայնվի դիվանագիտական ճնշումների ներքո, ու չկա տենց ճնշում աշխարհում, այսօր չկա ու չի կարող լինի մոտակա ժամանակում, որը ասենք կպարտադրի Ադրբեջանին գնալ նման իր ինքնիշխանության սահմանափակման Արցախի հանրապետության տարածքում գումարած ինչ որ միջազգային երաշխիքներից չի լինի տես բան։ Եկեք հեքիաթներով չապրենք։ Երազում ենք ինչ որ անիմաստ բաների մասին, որ ինչ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկելու բան ունենք մենք, կներեք։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ճանաչված սահմաններում փրկելու առաքելություն ունենք։ Այդ Փաշինյանն է այդպես արել, որ մեր առաքելությունը իջել է այդ մակարդակի։ Բայց մենք հիմա ունենք այդ առաքելությունը։ Եկեք դրանով զբաղվենք։ Սա էր իմ ասածը։ Այլ հարցեր։ Պարոն Զուրաբյան, 97 թվականին փուլային տարբերակի մասին խոսեցիք, անդրադառնալով փուլային տարբերակին, ժամանակ հայկական կողմի մոտ այսպես ասած կոնսենսուս չէր առաջացել, եւ որն էլ ըստ էության պատճառ դարձավ